Տիգրան Պարսելյան։ Պարոն Վարդանյան, դուք եզրափակիչ ելույթի իրավունք ունեք, մի մոռացեք։ Քանի որ խոսվեց ապաշրջափակումից ու հարցազրույցից ու հիմա անդիմությունը այնտեղ են բանի նման շտոկդեկագդայի նման ձեր հարցի պատասխանն են քննարկում, որ կարողանան բան անեն, ես մի հատ էլ ավելի պարզաբանեմ, ինչ էր խոսում Տիկին Քրիստինե Վարդանյանը, երբ որ փորձում էր հիմնավորել, որ դա վատ բան է, ուրեմն ինչ էր ասում, մենք ունենք մի ճանապարհով, այս պայն մի հատ բաց դուռ, որից կախվածություն ունենք։ Ասում եմ, ես դեմ չեմ ապաշրջափակմանը, բայց այս երկրորդ դուռը, որ բացվում է, մենք դրանով կախվածություն ենք ունենում Ադրբեջանից, բավոր Լաչինի Միջանցքի պես փակի, որ փակի կվերադառնանք այն պայմանին, ինչ հիմա գտնվում ենք, այսինքն։ Մի հատ պարզ տրամաբանություն, մի հատ նորից եմ կրկնում, այս պահին Հայաստանի Հանրապետությունը մի ուղղությամբ բերում է հացահատիկ, բացվում է երկրորդ ճանապարհ հացահատիկի բերելու։ Քրիստինե Վարդանյանի ձևակերպմամբ դա կախվածության ավելացում է։ Ես ուզում եմ հասկանամ, հիմա կախվածություն չկար, բացվում է երկրորդ դուռը կախվածություն է։ Ինչպես ասում են, երկաթյա տրամաբանություն, ես անդադ մտածում եմ, որ ասում են դաշնակցականները դեմը լալով կողմը լալ, որն է, ես երեք ստացա իմ պատասխանը, ոնց որ հարգելի հայրենակիցներ, ուշադիր լսեք ձևակերպումներին եւ հատկապես խոսվում է ապաշրջափակման մասին, շնորհակալ եմ։ Գեհամ Մանուկյան։ Սիրելի հայրենակիցներ, երեք հայ ժողովրդին ազդարարեցի։ Իրականում բոլոր ճանապարհները Հայաստանի պետք է բացվի եւ 30 տարի Հայաստանը բոլոր ժամանակները պայքարել է ապաշրջափակման համար։ Հիմա որ ասին, այդ տեսեք Ադրբեջանով գալիս է ցորենը, ժամանակին դժվար է, շատերը չեն իշի, փոքր են եղել, ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 93 թվականին Քարվաճարից հետո Թուրքիան փակի սահմանը, օդային սահմանը եւ այլն։ Հիմա որ ասում են, նայեք, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ով է։ Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյան։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախների իսիրույն ասում է, գիտեք, ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային, որ ցորենը Ադրբեջանի տարածքով, բայց այդտեղ մի կարևոր բան կա։ Առաջի պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այնտեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյունքը Ժորժ ջան, արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Հետո 93 թվականին Թուրքիան է փակել։ Իսկ ինչ վերաբերում է այդ, որ ծամոնի նման կրկնում եք, կողմը լալով դեմ կլակ։ Ես պատրաստ եմ։ Ինչի վրա պայմանում ենք, մեկը եթե հոդաբաշխ, ոչ թե SMS-ով ստացած այդ նախադասություն, ինձ բացատրի, այդ ձևակերպումը երբ ա եղել, ոնց ա եղել, ում կողմից ա եղել, ես պատրաստ եմ ցանկացած ձեր պահանջ կատարել։ Ոչ մեկը էլ չգիտեք, սենց կլիշե լսել եք ու լսել եք։ Պարոն Մանուկյան, ավարտեք էլի, բայց լավ, հետո ելույթով կպատասխանեմ ձեզ։ Արթուր Խաչատրյան, պարոն Մանուկյան, խնդրում եմ էլի, նստեք ձեր տեղը, պարոն Խաչատրյան, համեցեք, պարոն Պարսելյան, լռեք։ Ակնհայտ է, որ ՔՊԱ-ականները առավոտյան բարձր վիտամինացված նախաճաշ են կերել եւ որոշել են հերթական անգամ իրենց ձախողումները քողարկելու համար հարձակում գործել ընդդիմության դեմ։ Գիտեք, պարոն Ռուբինյան, Կարլ ֆոն Կլաուզևիցը մի խոսք ունի, ասում է նվաճողը, սիրում է խոսել խաղաղության մասին,
դրանով քողարկել, որպեսզի կարողանա առանց դիմադրության գրավել քո երկիրը։ Պարոն Քոչարյան, միգուցե դժգոհ եք, բայց Կլաուզևիցը ճիշտ է ձեզ չի ասում, բայց էլի հայտնի մարդ է։ Հենց որ միմիկան, էքսպրեսիան խնդրում եմ, գոնե իմ ելույթի ժամանակ մի քիչ մեղմել։ Այսինքն պարզ է ինչի է խաղաղությունից խոսում Ալիևը։ Պարզ է թե ինչի է խաղաղությունից խոսում նաև այսօրվա իշխանությունը ճակերտավոր, որովհետև կա երկու նվաճող՝ դրսից Ալիևը եւ ներսից քաղաքացիական պայմանագիրը, որը ժողովրդին խոստանալով Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա խաբեությամբ զավթել է իշխանությունը։ Այս հարցում իհարկե դուք միանման եք։ Պարոն Ռուբինյան, որ դուք մեջբերում անում եք, խնդրում եմ ամբողջական, ագլասիցի վես սպիսակ, պաժալստը, որովհետև նույն Ալիևը իր այդ հոգեցունց եւ զգացունց ձեր ականջներին հաճո կամ աչքերին հաճո գրության մեջ եւս մեկ անգամ հիշատակել է, նշել է միջանցք բառը։ Իդեպ դա նշել է նաեւ թուրքական կազմակերպության Կաբալայում նշված է վերջին այս դեկլարացիայի մեջ։ Հիմա անդրադառնալով ձեր հարցին, մի քանի Դուք ֆրակցիայի անունից եք շարունակում հիմա։ ֆրակցիայի մասին էլ չմոռանաք։ Այդ եմ ասում, հիմա կծում եք։ Այո, միաժամանակ ավելացրեք։ Մեր պահանջը բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակում։ Բոլոր դա ներառվում է Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը Նախիջևանի միջոցով, որը անհնար է, քանի դեռ սադարակ երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը։ Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ։ Ցորենի հետ կապված, այո, ձեր հանճարեղ քաղաքականության հետևանքով, Ադրբեջանի կողմից, սխալների հետևանքով, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումի հետևանքով մեր ցորենի մատակարարումը առնվազն 20%-ը կորցրեցինք։ Եվ հիմա անկած դրսից փորձում եք ինչ-որ մի բան մուրալ ձեռք բերել։ Մյուսը Հայաստանի Հանրապետության վարելահողերը 40%-ից ավելին 50%-ի չափով չեն մշակվում։ Դրա մասին այդ ուղղությամբ ինչ եք անում, թե քարտուղարը, որ ասում էր ցորեն չկա, բրինձ կուտենք, բրինձ բերեք։ Թե հասկացաք, թե դա ինչա նշանակում։ Մյուս խնդիրը, ցորենի մատակարարումները դիվերսիֆիկացնեն, դա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Պետք է բոլոր ապրանքները եւ արտահանման շուկաները դիվերսիֆիկացնեն, բայց սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Գոնե մի կածան։ Իսկ Թուրքիայի հետ կապված Գեղարմանաշեց, 92 թիվներ եթե չեմ սխալվում, մի կարճ ժամանակ Թուրքիան բացեց ճանապարհը, դա իդեպ այն ժամանակվա իշխանությունները նույնիսկ կոչեցին որպես խաղաղության հույսի ճանապարհ։ Եվ մի հարց, պարոն Թունյան, իսկ ասեք այդ ցորենը, որը գալու է, ինչքան է գալու եւ ինչ գնով է գալու։ Այսինքն այդ ամբողջ հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծ sense մի բուր մեկը լցնի գրպանը գա, ասի դե տես։ Ավարտեք, ես ելույթ կունենամ։ Պարոն Խաչատյան, ձեր վերջին հարցին ես պատասխանեմ ոչ թե թվերով, այլ կապելով դա պարոն Մանուկյանի պնդման հետ։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Որ ասեց դիվերսիֆիկացնում եք Ուկրաինայից, դիվերսիֆիկացնեք, ավելի էժան կլինի։ Հաջորդը, ասում է նաև պարոն Մանուկյանն է, էլի, չէ, ասում է ինձ տպավորություն էր, որ Ադրբեջանից ուղիղ Հայաստան պետք է մտնի Իջևանի երկաթգծով։ Սիրելիներս, Իջևանի երկաթգիծը քանդած է։ Ինչպես եւ պարոն Սուքասյան, խնդրում եմ պարոն Սուքասյան, մի վայրկյան, պարոն Խաչատյան եւ պարոն Սուքասյան, լռեք։ Իջևանի երկաթգիծը չի գործում։
մի վարքան։ Չէ, ես նայում եմ, որ Գեղամ Մանուկյանին բացատրեք, որ գոյություն չունեցող էսպան երկաթգծով ահնարա բաններ գրել։ Մեղրի երկաթգիծն էլ քանդած է սա։ Ձեր իշխանության օրոք մեղրի երկաթգիծը ասես քանդել են մետալալում են հանձնել։ Չէ, չեք ուշադիր չեք։ Հաջորդը ասում եք պարոն Խաչատրյան, ասում եք մենք կողմ ենք, որ բոլոր կոմունիկացիաները բացվեն միաժամանակյա։ Մենք ոչ միայն կողմ ենք, որ միաժամանակյա բացվեն, այլ եթե մինչև այդ մեր համար կարան բաներ բացվեն, թող բացվեն, ինչ խնդիր կա։ Վատա, հա։ Վատա որ մեր համար ոչ միաժամանակյա, բայց մեր համար բանա բացվում։ Ասում եք, այսպիսի բան եղել է նաև 90-ականին, եղել է, շատ լավ չի եղել, լավա չի եղել, կուզեիք շարունակվել, բայց իրական կուզեիք չէ շարունակվել, դրա համար ոչ թե եկեք, ես զարմանում եմ, ոնց եք դուք հաջողացնում մի հատ պարզ հարցի չպատասխանել, այսինքն ինչ-որ բաներ ասել, եկեք ասեք, լավ բան ա եղել, հույս ունենք կշարունակվի, եթե դա է ձեր մտահոգությունը, եթե ասում եք տեսեք 90-ականներին ա եղել, բայց չի շարունակվել, եկեք ասեք շատ լավ բան ա, հուսանք կշարունակվի։ Ու վերջինն է, պարոն Խաչատրյան, որ ասում եք նվաճողը սիրում է խոսել խաղաղության մասին։ Լավ, որ մեջ բերում եք դասականին։ Շատ լավ, բայց մի հատ դուք կողմնորոշվեք, այսինքն Ադրբեջանից հնչում է ապակառուցողական, թշնամական հայտարարություն, դուք գալիս ասում եք, ահա, ձեր ամբողջ խաղաղության օրակարգը կեղծ է Ադրբեջանից, քանի որ հնչում են ռազմատենչ հայտարարություններ։ Ադրբեջանից հնչում է խաղաղասիրական հայտարարություն, գալիս ասում եք, ահա, սա նրա պատճառով է, որովհետև նվաճողը սիրում է խաղաղություն։ Այսինքն ձեզ գոհացնելու ձև չկա, հա, ընդհանրապես։ Թե իրականում կա ուղղակի դուք դասական ռեժիմի մեջ եք, որը ինչպես խոսվում է, կողմը լալով դեմը լալն է։ Իդեպ պարոն Մանուկյանը ասում է, որտեղից է դա հայտնվել, եթե ես ճիշտ գիտեմ, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը հայտնվել է 90-ականների սկզբին, երբ որ Դաշնակցությունը չէր կարողանում ուղիղ ասել, որ ինքը դեմ է անկախությանը, ասում էր մենք կողմ ենք, բայց ու մի 10 հատ փաստարկ էր բերում նրա օգտին, որ Հայաստանը անկախ չպետք է լինի։ Տեղից է ծնունդ առել, կողմը լալով դեմ լալ արտահայտությունը, եթե ասեք բերեք ինձ ապացույց, կբերեմ Մարուխյանի հայտարարությունը բյուրոյի ներկայացուցիչ, կբերեմ հայտարարությունը Դաշնակցության մյուս երկու ավանդական կուսակցությունների հետ, որոնք Հայաստանի ժողովրդին կոչ են անում զգույշ լինել եւ խաղաղության համար չպայքարել, ուղիղ չէի մեջ բերում, շնորհակալություն։ Վագն Ալեքսանյան, հանում եք։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հարգելի գործընկերներ, նախ Դաշնակցության գլխավոր բանաձևի վերաբերյալ պետք է հայտարարություններ փնտրել, դա ձեր գործունեությամբ ապացուցվել է բազմիցս, կողմը լալով դեմ լինելու փաստ է։ Եվ երեք օրինակ պարոն Խաչատրյան, դուք պարոն Մխիթար Հայրապետյանին ասում եք, մենք ձեր ներկայացած բոլոր նախագծերին միշտ կողմ ենք եղել, բայց ու ինչ-որ բան եք շարունակում եւ ընդամենը նախորդ նիստին, նախորդ քարորիայի ժամանակ պարոն Հայրապետյանի զեկուցած նախագծի վերաբերյալ դուք հիշում եք, որ 20 րոպե ընդմիջում վերցրեցիք, որ գնաք քննարկեք, հետո փախաք։ Այդ նախագիծն էր, չէ՞։ Այդ նախագիծը, որը քննարկում էինք, դրանից հետո պետք է արտահերթ նիստ լիներ, որտեղ քննարկելու էինք խաղաղության վերաբերյալ հայտարարությունը, դուք 20 րոպե ընդմիջում վերցրեցիք, որ գնաք ու այդ նախագծի վերաբերյալ, ասենք, բան ունենաք, գաք դիրքորոշում հայտնեք, հետո փախակ գնացիք։ Այդ է կողմը լալով դեմը, դեմը լալով կողմը։ Ինչ է գնում ընկնում սրա հետևից, նրա հետևից, Մարուխյանի հայտարարության հետևից, Պողոսի, ձեր գործունեության փաստական ապացույցն է դա։ Եվ այստեղ այսօրվա քննարկվող հարցի մասով էլի, խնդիրը հայեցակարգային է, հարգելի գործընկերներ։ Դուք դեմ եք խաղաղության օրակարգին, դուք դեմ եք ապաշրջափակմանը, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի, ցանկացած լավ եւ հիմա որ ասում եք, այ մենք կողմ ենք, որ բոլորը բացվեն միանգամից։ Եթե բոլորը չեն բացվում միանգամից, ուրեմն դուք դեմ եք։ Դուք փնտրում եք ոնց անենք, որ մի բան անենք, որ բան չանենք, էլի, ձեր տրամաբանությունը էս է։ Հիշում եք Քոչարյանի իր ասուլիսուն, որ ասում էր, այ Հայաստանը կարար սենց մի հատ բան առաջարկեր։ Հետո Ադրբեջանը կմերժեր եւ արդյունքում կստացվեր մերժող կողմը Ադրբեջանն է։ Բայց արդյունքում կստացվեր, որ խաղաղություն չկա, ապաշրջափակում չկա։ Էս է Քոչարյանը ինքը իր այդ բանում, ասուլիսում
Հասկանալով թե չհասկանալով, մատնում է ձեր իրական նպատակադրումը եւ հայեցակարգը, որ նենց անենք, որ արդյունքում մերժվի։ Հիմա այդ մերժողը Հայաստանը կլինի, կասենք դուք կգաք, այս ամբյոնից կասեք, Հայաստանը հնարավորություն կար խաղաղության, բայց մերժեց։ Մերժողը Ադրբեջանը կլինի, կգաք կասեք, այդ տեսեք, որ Ադրբեջանը չէր ուզում խաղաղություն, իսկ դուք վարդագույն ակնոցներով հավատում եք Ադրբեջանի խոստումներին։ Այսքան բան ժողովուրդ, դուք դեմ եք խաղաղության օրակարգին, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգի, որը լավ է Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, եւ դուք առաջնորդվում եք որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Սա ձեր քաղաքական ինքնությունը։ Շնորհակալություն, մտքերի փոխանակությունն ավարտվեց, եզրափակիչ ելույթի կարիք